Ժողովուրդ ջան, ուզում էի լուրջ բաների մասին խոսել, բայց չի ստացվում։ Ինչ արած։ Ամենայն դեպս գրանցվեք ալիքից, լայքեր դրեք, որ շատ տարածվի եւ տարածեք նյութը, բարև ձեզ։ Ամբողջ համացածը լնցված է հիմա թե վարչապետը ինչ ասել Սրբազանին, թե որ Սրբազանին ասել է, դել պարզ չի։ Դե հիմա չեմ ուզում կրկնեմ այդ բառը, չնայած մի առանձնապես է մի քֆուր չի, սաղ էլ ասել են, Բայց ես հիմա չեմ ուզում խորանամ, որ կարելի է հայհոյել, չի կարելի հայհոյել։ Իհարկե չի կարելի հայհոյել, վարչապետը չպետք է հայհոյի, որովհետև ինչ որ կարելի է կեսարին չի կարելի սլեսարին, իսկ կեսարը տվյալ դեպքում ես եմ եւ բլոգերները, չգիտեմ, մեդիայի ինչ որ տենց մարդիկ խոսացող գլուխներ, որոնք որ սոցիալապես անպատասխանատու, այսպես ասած, ժողովուրդ են ինձ նման եւ կարող եմ բերանս 6-8 վրա բացեմ, բայց կարծես թե իմ գործառույթը ձեռից սառնում է այս մարդը։ Դուս եկեք ֆուր քյաֆարով բան եւ այլն, ու սկսեցին համբալ-մամբալներից, հետո հիմա արդեն չգիտեմ, ովումա դոմփե ինչ արե, բաման տենց ինչ որ տես բաներ ասում։ Գիտեք, խոսքը նրա մասին չի, որ ասենք հայհոյեց կամ էսի ինչ, թեպետ սարսափելի է իհարկե եւ քաղաքական process-ն է անլրջանում, բանա էլի ինձ դիշովյանում է, էլի նայում ես տես կամած դառնում փողոցային ինչ որ էս բազար է սկսվում, բայց ես վերջի մարդը կլինեմ, որը կպաշտպանի եկեղեցուն երևի, թե եւ խոսի կենոնից, որովհետեւ ես Այդ ինչ օրի պետք է մենք հասնենք ժողովուրդ, որ ես, ինչպես ասում է շատ ու շատ քահանաներ, անհավատ լկտի եւ այսպես ասած մոլորված ոչխարս պաշտպանեմ եկեղեցուն եւ պաշտպանեմ ինչ որ սրբազանների, որոնց որ վարչապետը հայհոյեց։ Գիտեք, sense մի բան կա այդ դրա մասին մարդ չի խոսում, սա խոսում է, օй ոնց կլինի վարչապետը ասեց դոմփելա։ Կամ օй ոնց կլինի, ասեց չի ասե կոնկրետ որ սրբազանն է, ուրեմն բոլոր սրբազանները կարող ապատա իրենց հորքուրին դոմփում են։ Հորքուրն ով է, չգիտեմ, մի խոսքով, էշ դիսկուրսը, ապուշ դիսկուրսը բացվել։ Պարզ է որ սրբազանի մասին է խոսքը, պարզ է, Բայց գիտեք, ամենաստոր բանը ընդհանրապես, դա մարդու անձնական տարածք մտնելն է։ Այդ դրա մասին չգիտես թե ինչու չեն խոսում մեր բլոգերները, քաղաքական գործիչները, որոնք որ վրթողվել են, որ Փաշինյան այդպիսի բան արեց, ասենք հովիկ աղազարյանից, մտել եք այդ մարդու տրուսիկի մեջ։ Հեռախոսը բացել էի, կարդում եք, ինքը էրոտիկ բաներ է գրել, սա գրել, նա գրել, բան, պորնո է նայել, վախտին կամ եսի ինչ։ Հիմա էլ մտել եք Սրբազանը, չգիտեմ, քերակինն է, հորքուրն է, թե եսի ինչ ասես, բաներ է եղել իրաց մեջ, ժողովուրդ չեք ամաչում։ Ասենք լավ գետինը չեք մտնում դուք, ժողովուրդ։ Երբ որ, գիտեք, ասենք, երբ որ թատրոնում ինչ որ տենց բամբասանք բան է ալու, որ մեկը եսի դեր ստացա, որով ռեժիսորի հետ տենց լավ էր կամ եսի մի բան տենց, ասենք ես մի զզվել եմ էլի այդ մարդկանցից, Փառք Աստծո, ասենք կամերային թատրոնում տես բան չկա, էլի դա միակ թատրոնն է, որտեղ ոտ եմ դնում։ Այն մնացածում տես կրիսյատնիկա, էլի էսի նրա հետ է, նրա հետ է, ուսաղ իրար մասին գիտեն, զզվելի բաներ են ասում, իրար անձնական տարածք են մտնում, դուրս են գալի։ Դրանից նողկալի ու գարշելի բան չկա, հասկանում եք։ Ու երբ որ դա կատարվում է պետական մակարդակով, ասենք, երկրի վարչապետը, դուք պատկերացնում եք, ասենք, չգիտեմ, դա ինչ բան է, вообще Դուք ցիրկ եք вообще, դուք կոմեդիա եք, հասկանում եք, կարմիր գծեր, բան, նամուս, բան, ախր ես չի է, որ այդ բասի մասին պետք է խոսեմ, անեց ամոթ է, ես դες եմ ամաչում դրա մասին խոսեմ, ասենք ես դες բան, ես իման նստեմ բարոյախոսություն կարդամ, ասենք ես, որը որ բեմից համ հայոյանք է տալի, համ խոսում է ինտիմ թեմաների մասին, որը
ասենք, այնպիսի խնդիրներ է բարձրացնում բեմից հաճախ, որ դալիճում կարող է շոկ առաջացնել եւ այլն։ Նու դե իմ ասենք հանդիսատեսը սովոր է դրան, այդ ոչ նորմատիվային լեքսիկային, այդ ամեն ինչի, որ նու ես համարում եմ, որ դա նու իմ մասին չեմ խոսում, արա ես ով եմ вообще, արա։ Ես պետություն չեմ ներկայացնում, հասկանում եք։ Ես ինչ-որ մարգինալացված, ինչ-որ տես մեծ կտոր եմ ինչ-որ, ասենք, որ կարա իրան ամեն ինչը թույլ տա։ Որ հենց մենակ երեխեքը նայում են, բան ջայնամ թե չեն, թո չնայեն։ Ինչի են երեխեքը մտնում YouTube-ի մալիկ։ Մի մտեք։ Բայց երկրի վարչապետը երբ որ տենց է իրան պահում, ստեղ ձգվում է, յա լավ է, լուրջ ես ասում։ Ես ինչ կատարվեց։ Ու դա ինչի համար արվում, ես չեմ հասկանում։ Նախ եւ առաջ ժողովուրդ ջան, ես չի որ պետք է պաշտպանեմ հայ առաքելական եկեղեցուն, գիտեք, ես ինձ այսպես ասած իրավունք չեմ վերապահում ինձ քրիստոնյա համարեմ բան տենց որովհետև ես դե ոչ պահք եմ պահում ոչ բան կարողա բան պահքին չամիջով բուլկի ուտեմ ասենք միս ուտեմ չգիտեմ այն ժամանակ որ պետք չի ուտել եկեղեցի չեմ գնում չեմ աղոթում բայց այդ որ ասում եկեղեցիները դարել են բան կլադովկա են դարը ախոր են դարը ինչ են դարը բան հա չուլան են դա ժողովուրդ ես երևի տենց եկեղեցի չկա մեր այս մոտակայքում կարող է Սյունիքի մարզում եմ քիչ եղե ասենք մի 10 անգամ եղա բայց այս եկեղեցի չկա որ չեմ մտե ես տենց դուք տեսել եք տենց եկեղեցի որտեղ մարդ տանեն 5 կռավատ դնեն ապալովկի կտոր դնեն ես չեմ տեսել ժողովուրդ ես Գիտեք մեկ ինչի վրա եմ զարմացել, այո, նստած են, չէ, կառավարության նիստեր, դեպուտատներ էին, ովքեր, լավ, մեկը չկա հարցներ ասեք, պարոն վարչապետ, հələ մի հատ կոնկրետ ցույց տվեք, այդ որ եկեղեցին է, որտեղ որ բանա մահճակալա դրած կամ հին իրեր, հին շոր, հին կոշիկ բերել լցել ընդ է, որտեղ է եղել դա։ Մի ցույց տվեք էլի։ Ես անգամ խոնարհված եկեղեցիներ եմ տեսել, սարերում, չոլերում, անգամ մարդիկ գնում են ընդ ինչ-որ փետով, բանով, փակում են, որ անասուն չմտնի։ Ես չեմ տեսել այդպիսի բան, ժողովուրդ ջան։ Դե չեմ տեսել։ Եթե կա խնդրում կոմենտներում գրեք, որ այո, գիտեք, այնտե մի հատ եկեղեցի կա, մարդիկ տալ են իրանց երեխի, ասենք, բաները, կալյասկեն բաման տենց սայլակ բան են դրել, ապալովկի կտորներ են թափել են դրել, բան պահեստ են սարքել։ Ինչի համար է դա արվում։ Որ ասենք Ալիևի նման եթիմը հետո հելնիացի, հա դե դու ձեր եկեղեցիները պղծում եք, մենք ստե ինչ ուզենք կանենք, էլի, դե այդ ինչի եք հոխորտում, որ ահա դա դիվանքը, չգիտեմ ես իմ ինչ ենք արել կամ մադիվանքը, ես իմ ինչ խաչ անել են կամ ես իմ ինչ, է դուք էլ եք անում, էլի։ Ասենք չի համար է դա արվում, դա համար է արվում, որ ասենք շան բերանը լեզու դրվի, ախր գոնե մի ճիշտ բան ասի, ասեմ հա։ Նա գիտեք, սրբազան ստերեոտիպ բանի մասին է, չէ՞, այս սրբազանի մասին է, այս որ Բագրատի մասին է, ստերեոտին, դե իրանց մեջ է կռիվը, երևի, հա։ Ստերեոտի իր մասին է, դու ինչ գիտես ինքը ինչ է անում, լավ։ Գիտեք, չէ՞, աչքից լույսը ինչքան եմ, ասենք ես քննադատ է, ասենք այդ սրբազան շարժում է, այդ абսուրդ, որ հա հայրենիք Աստված եւ էս ինչ որ գնում ենք հեսա բանով Կիրանցով մտնենք Ղարաբաղ բան հիմարություն է ինչ-որ, ասենք ինձ абսուրդ է առաջ որ բանից։ Բայց մրտնել մարդու անձնական տարածք ասել տես բան է եղել քո մոտ դու տես բան ես, քեզ ինչ արա։ Քեզ ինչ կուսակրոն քահանա, տես դու տես թույլ հավատացյալ դառար հանգարց, ու տես կուսակրոն քահանաների բաների տենց այդ բարոյական կերպարը քեզ հետարքրեց, հա։ Լավ է, լուրջ ես ասում։ Այ քեզ բան։ Այդ երբ որ եկեղեցի խառնում է պետության գործերին, ասում եք, տես խառնվեց պետության գործերին։ Այդ դուք ինչ եք խառնվում։ Ես դեմ չեմ իհարկե որ կան ասենք շատ ու շատ սրբազաններ, քահանաներ, ասենք կարող է, չգիտեմ, շնանանել, կատվանանել, կապիկանանել, չգիտեմ, ինչ անասունի անուն տամ։ Հա հնարավոր, հա պարզ ասենք կա կոռուպցիա կա, բայց զառնումար կա, կաթողիկոս ամենալավ կաթողիկոսը չի մեր 100 քանի երրորդ կաթողիկոսներից, գիտենք աշխարհի կյանքով ապրող մարդ է, իր համար տժում է, հա կոռուպցիա կա, այնտեղ ամեն ինչ կա, հասկացանք։
Բայց եկեղեցի որպես ինստիտուտ ժողովուրդ։ Այդ անգամ ես անհավատս, այո, անիցիալս, չգիտեմ, ես իմ ընչյալս, ման ինձ ինչ ասած չեն ասում, անգամ ես եմ մտածում, որ դա անելու բան չի, այդ միակ ինստիտուտն է, որը որ ասենք, դարերով եկե հասել է, հիմա չասենք լավա, վատա, ժամանակին ինչ եղել, ինչ եղել, բայց եկեղեցու ծահագին բան սկսվել է, չէ մեզ մոտ։ Կոմիտաս սկսվել, չգիտեմ եսիմ ինչ սկսվել, ավարարան ճակատմած չիրեմ եղել թե չէ, բանը, ասենք, Սարդարաբադը սկսվել, բան, չէ, ասենք, եկեղեցին ա եղել։ Եվ որ պետություն չկար, եկեղեցին ա եղել մեր ապաստանը, եւ հավատաս, չհավատաս, այդ 4 պատտա մարդիկ ընդեղ էին գնում։ Պարզա սրբեր չկան, իսկապես ես չեմ հավատում, որ այդ կուսակրոն քահանաները սա բռնեն նստել են, պարզա մեջները կլնեն մարդիկ, որոնք որ մեղքեր են գործում, հա պարզա։ Անգամ նարեկացին ա մեղք գործեց տերևույթին, դրա համար է ինքնախարազանման նոպայի մեջ սաղ այդ գրել, չէ։ Էլի սուրբ չեն համարվում, չնայած սրբացրել են, բայց եթե մարդ սուրբ է, դες բաներ չի գրել։ Ինչի՞ մա դա մասի, դա խոսում եք որ ինչ լինի, որ ընդեղ ասենք բաները այդ այն եզերը, հարևանները, մեր անասունները բան անեն, տենց առիթավորվեն, ասեն, հա դե դուք եք տենց, դա ձեր եկեղեցին ինչա, որ դա քացով կտեն կջարտենք, դա դիվանքն կջարտենք, շուշի իվանքն բան կանենք, չգիտեմ, մեջը չայխանա կսարքենք, բաղնիկ կսարքենք, կանանց համար։ Ոնց որ հատուկ նենց արվի, հատուկ նենց արվի, որ քանի գնա վատանա է ժողովրդի վիճակ։ Առանց հետ է եկեղեցին կրիզիսի մեջ է։ Լուրջ կրիզիս ունի, լուրջ։ Ու քո կարծիքով ասեք, վարշապետին եմ դիմում։ Ձեր կարծիքով դες ասեք, ձեր ասելով պետք է մաքրվի, հա, տենց մեկ էլ հիմա այն բանը ոնց է, կճոյանը կնայեք ասի, արա դե ճիշտ է ասում, էլի ախպեր, արա պետք է դες բաներ չանենք։ Էլի Բենթլի ստանեմ տամ մանկատանը, հա, ասենք դա։ Եթե տենց է, եթե տենց կոռուպցիայի մեջ թաղված, մեղքերի մեջ բան եւ այլն, օրենք կա, բան կա դրա համար։ Գիտեք։ Ընդհանրապես ասեմ, որ մարդկանց մեղադրում է կոռուպցիայի կամ էսի բանի մեջ, կա օրենք։ Այդ օրենքը չի կիրառվում ոչ միտեղ։ Գիտեք, կան բաներ, որոնց մասին ասենք խոսելը անիմաստ է, էլի ուղղակի։ Անիմաստ դա բան չի տալ, դա կրեատիվ չի, դա Էլի եմ կրկնում, էլ խոսույթի մասին, բառամթերքի մասին էլ չասեմ։ Որտեվ օրը ես չեմ կարող հասկանամ այդ ամեն ինչը։ Չէ՞ որ բացատրեք էլի մի հատ գրեք ժողովուրդ։ Ես ուր են գնում, ինչի են եւ ինչի են գնում տենց։ Ինչի, յանի ինչ։ Այդ նույն բանը ասեի, եթե ասենք, հա, ուզում ես սրբազանին եւ սրբազան շարժմանը, այսպես ասած, վարկաբեկել կամ ասեմ, բան քաղաքական մակարդակով տարխոս։ Հələ մի րոպե, այդ որ գնում եք ասում եք տենց բանակցությունների, բաման Ալիևի հետ, բան, էլի տենց բառամթերքով եք խոսում իրար հետ։ Քրֆում եք իրար բանա, պոլին թքում եք բան, հա, բան, իմանամ, եթե տենց հասկանանք։ Բասմ եք կրթվել նորաձև, հա։ Вообще լաբանա կրթվել էլի։ Կրթությունը եւ բարեվարկությունը, լավ բան է շատ։ Եսի կապավ ստեանա, սեղանից սրբեմ կներեք էլի, հա։ Ուղղակի տենց ինտելեկտուալ զրույց ենք վարում, ասի իշտեմ ձեր մակարդակին, ասենք, որ խոսում ես կրթության մասին, բայց ոռդ քորում ես այդ րոպեին։ Դե քիթս քորեցի, իմ երեսը ոռից առանձնապես չի տարբերվում, դրա համար ոչինչ։ Արա ես կարամ տես բաներ անա, հասկանում ես։ Ես կարամ տես բաներ։ Ես այդ իրավունքը վաստակել եմ, ես արտիստ եմ։ Ի վերջո ես իմունիտետ ունեմ, քֆուրներին ամեն ինչին ինչ հատս կգրել հիմա ես, հա, կասեմ, հա, ապրեց, մալադեց, հա։ Ամեն կոմենտը ինձ փող է բերում, հարց չկա։ Բայց դու չես կարող ես տես պահես։ Ոնց բացատրեմ։
քաղաքական գործիչը չի կարա իրան տենց պահի։ Ինձ հետաքրքիր է, այդքան մարդ ընդեն նստած է, այդքան բան ունեք։ Դեպուտատ ունեք ընդեն նստած։ Լավ։ Տեսնում եք մարդը տես բաներ ասում։ Ամենը չի կարա թևը քաշասի, պարոն վարչապետ։ Այդ որ ասում ես այդ Չուլանի բանի մասին, այդ ինչ է, այդ ինչ է, այդ ինչի ասե, ինչի է, ու ինչի է այդ խոսքերը բան։ Ասեն, լավ, տղա չկա ձեր մեջ, արա, տղա։ Ու ձերը քաշի ասի, արա խես տանում տենց։ Դե փող վարչապետներ ունեք, բաներ ունեք, չէ՞։ Դե հոմենակ չի ինքը։ Բայց մեկը չի կարա մի հատ քաշի ասենք ձերից։ Ես անգամ մի քանի մարդ ճանաչում եմ այնտեղ։ Անուններ գիտեմ, ասենք։ Չեմ ուզում անունները տամ, էլի, չեմ ուզում թիրախավոր եմ, մարդ են իրանց համար, ընտանիք ունեն, բան ունեն, որ անուն տամ, բլի քեֆուրերը գրենց, չեմ ուզում, բայց հենց դուք, ում ես անձամբ գիտեմ, ծրագիր եմ վարե հետը, մեկի հետ կոլեգա եմ եղել, մեկի հետ փողոցում ասեն կոֆե եմ խմել, մեկին գործով զանգել եմ, այդ սաղ հետո որ լսում այս գիտի ում մասին, խոսքը հատուկ անունը չեմ տալի ձեր, որ ձեզ չտիրախավորեմ։ Չեք կարա մի հատ քաշեք պենջակից ասեք լսի մի արա, նայում են քեզ։ Դու յոժը չես, դու բան չես, դու բլոգեր չես, դու ժուրնալիստ չես։ Դու վարչապետ ես, քեզ նայում են, կողքի երկիրը նայում է, չի կարելի սենց բաներ անել։ Յախ կարա, որս սարև արա, կրթությունը նորաձև է, լավ է լուրջ եք ասում, նորաձևցի, անհրաժեշտ է, բայց ձեզ համար, բոլորիդ համար, եթե ժամանակի մի կրթվեիք, տենց չէի կլնի։ Լավ։ Գնամ գործեր ունեմ, զալլաչուն եմ հետներ հետ խոսելու, այս խոսքը իհարկե իմ հետևորդներին չի վերաբերում, դες շատ շնորհակալություն որ նայում եք, տարածեք ես ժողովուրդ ջան, տարածեք թող լսեն, թող նայեն, թող գոնե այդ կողքի անասուն երգիրը մեր այդ հարևանները հասկանան, որ հասարակությունը դրա հետ համաձայն չի, որ մենք այդ չենք, որ մենք վզում ենք դրա դեմ, որ մեր մաս մեդիայում դրա հետ համաձայն չեն, որ բլոգերները համաձայն չեն, որ վարչապետը կարա տենց իրան պահի։ Անկամ ինձ նման բաները, տենց անկապ կերպարները, ոնց որ եկեղեցականներ, ասում քեզ դեռ Աստված կպատիժի, ջայնամ թո պատժի աղբեր, թո ինձ ուտեն այնտեղ, հարց չկա։ Բայց կա ինչ-որ բաներ, էլի կա արա ինչ-որ այդ գծեր կա, ես չպետք է որ խոսեի այդ գծերի մասին, հորս սարեմ արա։